Բարեգործ Սամվել Կարապետյանը երեկ ուշ գիշերին հայտնեց. ասելիքս նույնն ա, մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ, ինչքան էլ փորձ են սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ ա, իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվել են։ Փաշինյանի պատասխանը չուշացավ, առավոտյան Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք հետևյալը, ասում է թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց հեծի վրա էլ, այսինքն այս մարդիկ հեծը իրենց չեն էլ համարել և թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետև եթե հեծը իրենցը չէ, ումն է, ուրեմն նրա սպառողներինը, նրա աշխատողներինը, ասել է թե ժողովրդինը, որովհետև ողջ ժողովուրդը կամ հեծի սպառող է, կամ աշխատակից։ Այնուհետև Փաշինյանը հեծը պետականացնելու մասին է հայտարարել, նշելով, որ հասունացել է պահը ազգայնացնելու, պետականացնելու Հայաստանի էլեկտրական ցանցեր փակբաժնետիրական ընկերությունը։ Նա նաև վստահություն է հայտնել հեծի պետականացման գործընթացը տեղի կունենա արագ։ Հիշեցնենք, որ երեկ Արմլուրը գրել էր. Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իր ենթականերին, որ Սամվել Կարապետյանից ամեն գնով վերցնեն Հայաստանի էլեկտրական ցանցերը, որ դրանով Կարապետյանին ճնշի և արգելի Հայաստանի ներքաղաքական գործերին խառնվելը։ Սրա պատճառն այն է, որ Փաշինյանը վախենում է Կարապետյանի խառնվելու պարագայում իշխանությունը կորցնելու վտանգից։ Հասկանալի է, որ հեծը ոչ շահութաբեր բիզնես է համարվում և պահանջում է ահռելի ներդրումներ, ինչն արվում է այս տարիների ընթացքում Սամվել Կարապետյանի կողմից, և եթե Նիկոլ Փաշինյանն այն վերցնում է, մեզ սպասվում են խափանումներով էլեկտրաէներգիայի սպասարկում, հովհարային անջատումներ և այլն։ Կարճ ասած, Փաշինյանի քաղաքական կամակորության պատճառով տուժելու են բոլոր Հայաստանի Հանրապետության բնակիչները։